Թատրոնի միջազգային օրը Գեղարքունիքի մարզի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում նշանավորվում է մրցանակաբաշխությամբ։ Քալանթարցիներն անցնում են կարմիր գորգով, շնորհավորում են միմյանց, շնորհավորանքներ են ստանում հանդիսատեսից։ Էլմար 15-րդ ամենամյա թատերական մրցանակաբաշխությունն այս տարի անցկացվում է հենց Գեղարքունիքի մարզի պետական դրամատիկական թատրոնում։ Որոշումը թատրոնի ռեժիսոր եւ Էլմար նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտի հիմնադիր տնօրեն Արմեն Դալլաքյանինն է։ 14 տարի Երևանում է եղել եւ բաց է եղել այնտեղ, այս տարի մի քիչ ֆորմատը փոխվեց, քանի որ լինելով Գավառի թատրոնում, որոշեցինք ստեղծագործ թիմին տալ, որտեղ իրանք արժանի են իսկապես, մարզի դերասանները արժանի են էլ ավելին։ Երևան հասանել է ամեն ինչում, բայց մարզերը ոչ, եւ այդ իսկ պատճառով այս տարի ես որոշեցի, որ 15-ամյակը պետք է նշվի հենց Գավառում եւ լինեն միայն Գավառի դերասանները։ Մրցանակաբաշխությունը կատարվում է 6 անվանակարգում։ Տարվա լավագույն դերասանուհի է ճանաչվում Ալլա Ստեփանյանը, լավագույն դերասան Հովհաննես Օհանյանը։ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում պարգևատրվում է Ռուզաննա Պողոսյանը, երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում Հովհաննես Հասասյանը։ Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանանում է Սուսաննա Սարգսյանը։ «Չմոտենաք ինձ տիկին» ներկայացման գլխավոր դերակատարման համար տարվա լավագույն կերպար անվանակարգում դարձյալ հնչում է Հովհաննես Օհանյանի անունը։ Էլմար նորարարական ստեղծագործական արվեստի ինստիտուտը թատրոնի միջազգային օրվա առթիվ շնորհակալագրերի է արժանացնում բոլոր քալանթարցիներին։ Եվս մեկ անգամ օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել իմ բոլոր դերասաններին, շնորհավորել բոլոր թատերասերներին, շնորհավորել բոլոր իմ աշխատակազմին։ Տոնական օրվա շնորհավորանքներն ու պարգևատրումները մրցանակաբաշխությամբ չեն սահմանափակվում։ Օրը քալանթարցիներին է եւ նրանք են պետական ու հասարակական կառույցների ուշադրության կենտրոնում։ Տոնական միջոցառման ընթացքում ընթերցվում է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը։ Նախարարության շնորհակալագրով պարգևատրվում են թատրոնի տնօրեն Հայկ Ղափանցյանը, ռեժիսոր Արմեն Դալլաքյանը, ռեժիսորի օգնական Լիաննա Վարդանյանը եւ բեմադրական մասի վարիչ Նինա Չարվադարյանը։ Շնորհակալ եմ իմ ազնագազմին, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր ընդունում եւ սիրում են մեզ։ Խոնարհվում եմ բոլոր այն մեծերի առաջ, ովքեր արդեն դարից ավելի բերեր հասցրել են Գավառի թատրոնում մեզ։ Եվ մենք պարտավորվում ենք նույն ողջավորությամբ հանձնել մեր ապագա սերունդերին։ Գեղարքունիքի մարզպետի շնորհավորական ուղերձը թատրոնին եւ թատերասերներին փոխանցում է մարզպետի աշխատակազմի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության գլխավոր մասնագետ Համբարձում Սաֆարյանը։ Մարզպետի անունից շնորհակալագրեր են հանձնվում թատրոնի բոլոր դերասաններին։ Մեծ կարող է ներկայացնել աշխարհին միայն ու միայն մշակույթը, սպորտը եւ հոգեվոր արժեքները։ Այդ խտացված, միաձուլված երևույթից այսօր առանձնահատուկ շեշտվում է թատրոնը, հայ թատրոնը, որի ակունքներում ունեցել ենք համաշխարհային ճանաչում ունեցող անձնավորությունը։ Եվ այսօր ի պատիվ Գավառի Քալանթարի անվան թատրոնի կարծես թե շարունակում է ստացված կերպով։ Կարևորելով թատրոնին մշտապես ցուցաբերվող աջակցությունը եւ արդեն 4 տարի թատերական երկամսյակի կազմակերպումը, թատրոնի տնօրենը պատվոգիր է հանձնում մարզպետ Կարեն Սարգսյանին եւ կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետներին։ Տոնական պարգևատրումների արարողությունը շարունակում է Սպիտակ կամավորական ռազմահայրենասիրական միություն հասարակական կազմակերպությունը, խաչը պահապան կրծքանշանով պարգևատրելով թատրոնի դերասան Մարտուն Ղևոնդյանին, դերասանուհի Սեդա Թովմասյանին, տնօրեն Հայկ Ղափանցյանին եւ ռեժիսոր Արման Դալլաքյանին։ Տոնական երեկոն եզրափակում են քալանթարցիները «Չմոտենաք ինձ տիկին» տրագիկոմեդիայով։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։